Եվրոպայի խորհրդի 135-րդ նախարարական համաժողովի շրջանակներում մեջ Հայաստանի արտաքին գործոս նախարարի տեղակալ Ռոբերտ Ապիսողոմյան հանդիպած է Եվրոպայի խորհրդի մարդկային իրավանց հանձնագետար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Հայաստանի արտաքին գործոս նախարարութենեն տեղեկացուցին, որ հանդիպման ընթացքին զրուցակիցները բարձր քննադատած են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդին միջև արգա արդյունավետ փոխգործակցությունը։ Արտաքին գործոս նախարարի տեղակալը վերահաստատած է Հայաստանի հանձնառությունը Հայաստանի մեր ժողովրդավարական բարեփոխումներու հավակնոտ օրակարգի իրականացման եւ ներկայացուցած Հայաստանի կառավարության կողմեն ցերնարգվող քայլերը, ինչպես նաեւ մարդու իրավունքներու պաշտպանության ոլորտեն ներս։ Անդրադարձած են Ղարաբաղի հայ փախստականներու գարիկներու երկարաժամկետ հասցեագրման ուղղված ծրագիրներուն եւ այս բարունակի մեջ ընդգծված է ադոնց շարունակականության ապահովման կարեւորությունը։ Միտքեր փոխանակված են նաեւ դարաձաշրջանային վերջին զարգացումներու շուրջ։ Տեղի ունեցած է Գրթության, Գիտության, Մշակույթի եւ Մարմնագրթության նախարարության գիծ հասարակական խորհրդի հերթական նիստը։ Օրակարգին մեջ եղած է 1 հարց՝ մինչև 16 տարեկան երեխաներու մուտքը ընկերային ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնության ներկայացում։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան նշելով, որ թեման շատ ըսկայուն է եւ միանշանակ լուծումներ եւ ղեկավարումներ գտնելը բարդ, անդերգացուցած է, որ ուսումնասիրած է դարբեր երկիրներու փորձը հասկանալու, թե ինչպիսի սահմանափակումներ կգործեն։ Ամենախիստ սահմանափակումը Ավստրալիո մեջ է, ուր մինչև 16 տարեկան երեխաներուն մուտքը ընկերային ցանցեր ընդհանրապես արգելված է։ Եվրոպական երկիրներում մեջ տարբեր դարիքային շեմ սահմանված է եւ ավելի շատ սահմանափակումներ տրված են, օրինակ ծնողական վերահսկողություն, որոշ կայքերու արգելափակում, քան ընդհանրապես արգելված է։ Սա մեկ կողմեն բնականաբար կգանխե վտանգները, բայց մյուս կողմեն բոլոր զարգացած երկիրներում մեջ հստակ այս խնդիրը տրված է, կդրուկ սահմանափակումները չեն գնար այդքան արդյունավետ լալ։ Ամերիկայի նախագահը քրարում կատարած է ընկերային ցանցի էջին նշելով Իրանի համար ժամանակը գանցնի, լավ գլավոր անոնք արագ գործի անցնին, այլապես անոնց մե ոչինչ կմնա։ CNN հայտնած է, որ Սպիտակ տան ղեկավարը շաբթվան ընթացքին գրգին պիտի հանդիպի ազգային անվտանգության խումբի ներկայացուցիչներուն հետ։ Հերոստանգերությունը նշած է, որ Պենտագոն պատրաստած է քանի մը ծրագիր Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ այն բարակային, եթե Թրամփ որոշում ընդունի վերսկսի ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ։ CNN-ի դվյալներով թիրախներու ցանգի մեջ ներառված են Իրանի ուժանույթի կառույցները եւ ենթակառուցվածքները։ Իրանի մեջ հայտարարած են, որ Ամերիկայի հետ երկխոսություն կվարեն Խամեյնիի վերահսկողության ներքո Իրանի պատվիրակությունը, որ անմիջականորեն ներգրավված է Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացի մեջ, կգտնվի Իրանի բարձրագույն ղեկավարության լիակատար վերահսկողության ներքո եւ կգործե Իսլամական Հանրապետության քերակույն առաջնորդ Մուջթաբա Խամեյնիի հավանությամբ, հայտնած է Իսլամական հեղափոխության պահապաններու Իրանի հոգեվոր առաջնորդի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին, որուն խոսքերը մեջ բերած է Էլ-Մեյադին։ Սադեղին ավելցուցած է, որ Թեհրան չի նահանջեր ոչ մեկ սպառնալիքի կամ ջնշումի տակ։ Լիբանանի հարավը գտնվող քանի մը բնակավայրերուն ուղությամբ Իսրայելի ուժերու կողմեն օդային հարվածներու պատճառով նախնական տվյալներով 10 զոհ եւ ավելի քան 15 վիրավոր կա։ Կհաղորդե Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Զոհերու մեջ կան երեխաներ։ Հեզբալլան 18 մայիսին հայտարարեց, որ 4 անօդաչու թռչող սարքերով թիրախավորած է լիբանանյան Ռաշաֆ գյուղաքաղաքը գտնվող իսրայելցի զինվորներու հավաքատեղին։ Չնայած Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմեն ապրիլ 16-ի կեսգիշերին հայտարարված հրատատարին Իսրայելի եւ Հեզբալլայի միջև բախումները կշարունակվին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց ունեցած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին հետ։ Զրույցի հիմնական թեման եղած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, կհայտնի The Times of Israel։ Առաջնորդները քննարկած են ռազմական գործողություններու հնարավոր վերսկսիլը, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի Բեյջինգ կատարած այցելության արդյունքները։ Իսրայելի կողմի դիրքորոշումն է, որ Իրանի հետ որևէ համաձայնություն պետք է ներառե հարստացված ուրանի երկրեն ամբողջական հեռացումը։ Արաբական Միացյալ Էմիրություններու արտաքին գործոս նախարարությունը խիստորեն դադարեցրեց երկրի միակ ատոմակայանի դեմ ուղղված անօդաչուներու հարձակումը։ Ներքին գործոս նախարարության տվյալներով երկրի տարածք մտած է 3 անօդաչու, սակայն ադոնցմե 2-ը գրծած են չեզոքացնել եւ միայն մեկը հարվածած է ատոմակայանը պատճառելով հրթեհ, միջադեպի հետևանքով դժուժացներ կամ ջարակայթային անվտանգության մագարտակներու վրա որևէ աստեցություն չի արձանագրված։ Արաբական Միացյալ Էմիրությունները վերահաստատած է, որ որևէ պայմաններու մեջ չի ուժեր իր անվտանգության եւ ինքնիշխանության դեմ ուղղված որևէ ոտնձգություն։ Դա գավին հայտնի չէ, թե ով է հարձակման պատասխանատուն։
Չինաստանի հարավ-արևմտյան Գուանսի շրջանի մեջ 18 մայիսի առավոտյան գանուխ պատահած է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որոնց հետևանքով 2 զոհ գավ։ Գահաղորդ է չինական լրատվական գործակալությունը, երկրաշարժի պատճառով փլուզված է 13 շենք, ներկայիս որոնողական փրկարարական գործողությունները կշարունակվին։ Սյունիք մարզի Մեղրի քաղաքի մեջ սկիզբ առավ ստեղծարար համայնք կայուն ապակա խորագիրը գրող արհեստներու միջազգային 5-րդ փառատոնը, որում մասնակցած են մոտ 20 արհեստագործ վարպետներ Հայաստանեն եւ 24 վարպետներ անկախ պետություններու համագործակցության անդամ երկիրներեն Վրաստանեն եւ Իրանեն։ Փառատոնի բացման մասնակցած են գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան եւ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյան եւ պաշտոնատար այլանցեր։ Նախարարը կարևոր նկատած է փառատոնը Մեղրիի մեջ կազմակերպելու հանգամանքը։ Փառատոնի շրջանակներու մեջ Մեղրիի մեջ ներկայացված են ազգային արհեստներ, քորքագործություն, ասեղնագործություն, հայտագործություն, խեցեգործություն, թարգմանություն եւ այլն, ազգային երգուբար եւ վարպետաց դասեր, ցուցանտես, վաճառք։ Սյունիք մարզ գդարած աշխատանքային այցի ընթացքին նախարար Ժաննա Անդրեասյան այցելեց Փաղապերտ ամրոց, նախարարության պատվերով մշակված են ամրոցի նորոգության եւ վերականգնման նախագծային փաստաթուղթեր։ Նախապես իրականացված են նաեւ հնագիտական բեղումներ, աշխատանքները պիտի սկսին համապատասխան փորձակնություններեն, հետո այդ մասին կհայտնեն գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարութենեն։ Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի կարևոր հուշարձաններեն Փաղապերտի ամրոցը կառուցված է 4-րդ դարում եւ ժամանակի ընթացքին ստացած է ռազմավարական կարևոր նշանակություն։ Փաղապերտը եղած է Սյունիքի վերջին 2 թագավորներու նստավայրը։ Բեղումներու արդյունքներով ի հայտ եկած են մշակված ժայռերու վրա դրված բարսպապատի հիմքերը։ Սյունյաց թագավորներու ամրոցին մեջ հայտնաբերված են նաև հողով ծածկված սենյակներ, քդաձոներեն գուժեր եւ գջուճներ։ Ցեզի Անի Զեյթունցյանը